Բարեկամներ բացենյակը սիրով բացում է իր դռները ու ասում բարի լույս բոլորնանց, ովքեր հենց նոր միացան մեր եթերային աշխատանքին եւ իհարկե պատրաստվում են առաջիկա 1 ժամ եւ 30 րոպեն անցկացնել հենց բացենյակի ինտերակցիությամբ, եթե այս պահին վայելում եք ձեր 1 գավաթ սուրճը, ապա ասում եմ անուշ լինի Էդգար ջան, ողջույն։ Բարի սերնա ջան։ Իդեպ սիրում ես առավոտյան արթնանալ սուրճի թե ինտերակցիությամբ։ Սուրճի։ Իդեպ գիտես, որ սուրճը բավականին մեծ ու օգտակար ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, գիտեիր։ Գիտես, գիտնականները այնքան գլուխ են ջարդում, կես ասում են վնասակար է, կես ասում են օգտակար, հիմա բան չէ, այսպես ասած ջոգում ավելի շատ օգտակար է թե վնասակար, թե ամեն դեպքում ինչպես բոլոր հարցերում պետք է ոսկե միջինը չափի զգացումը։ Ինձ թվում է չափի զգացումը, առհասարակ 3-ից 4 բաժակ սուրճը ինձ թվում է բավական է, որպեսզի մարդը իրեն շատ լավ զգա օրվա ընթացքում եւ այն չի վնասում, այո։ Իդեպ այդ մասը շատ է, բայց 3-ից 4 նորմալ է, այդ դեպքում ես ինձ համար նորմալ է, որտեվ 3-ից 4-ը նորմալ է, ավելին ասեմ, այն օգտակար է, իսկ թե առհասարակ սուրճը ինչ օգտակար ազդեցություն ունի հենց ձեզ վրա, կիմանաք այդ մասին ընդամենը մի քանի րոպեներից, սակայն մինչ այդ ասեմ, որ գիտնականները փորձարկում են կատարել, իդեպ սուրճի հետ կապված Էդգար, նրանք մի խումբ մարդիկ են վերցրել, նրանց տվել են հաբեր, մի մասը եղել է պլացեբոյի էֆեկտով, մի մասը կաֆեինի ներառմամբ, ու այն մարդիկ, ովքեր ընդունել են հենց այն ոչ պլացեբոյի էֆեկտ ունեցող հաբերը, որի մեջ կա կոֆեին, այո, նրանք ավելի լավ են հիշել։ Տես, նրանց տվել են մեկ նկար, ասել են հիշողության առումով էլ լավ։ Նրանց տվել են նկար, ասել են դիտեք նկարները, բոլորը նայել են, իհարկե հաջորդ օրը դրա վրա ինչ-որ մանր բաներ են ավելացրել ու այն մարդիկ, ովքեր հենց կոֆեինի էֆեկտով հաբերն էին ընդունել, նրանք կարողացել են անմիջապես հասկանալ, թե որ նկարի վրա էր արված դետալները շատացել։ Պատկերացնում ես։ Ու հենց այն մարդիկ, ովքեր հենց կոֆեին էին օգտագործում։ Իդեպ էլի կարևոր հատկանիշներ կան, որ ունի սուրճը 11 կարևորագույն հատկանիշ ու չափորոշիչ, թե ինչի համար կարելի է օրական 4 կամ 3 բաժակ սուրճ ըմպել։ Այդ մասին ընդամենը մի քանի րոպեներից դուք չհեռանաք։ Մնացեք մեզ հետ։ Բարեկամներ, շարժվում ենք առաջ, խոսում ենք սուրճի կարևոր ազդեցության մասին մարդու վրա, հիմա տեսեք, սուրճը անտիօքսիդանտների աղբյուր է, սուրճի մեջ պարունակում է 4 անգամ ավելի անտիօքսիդանտ, քան կանաչ թեյի։ Անտիօքսիդանտը դա թափառող մոլեկուլներն են, որոնք ազատ ռադիկալներն են, որոնք կարող են քայքայել ԴՆԹ-ն եւ իհարկե կարող է առաջանալ քաղցկեղ այդ դեպքում։ Փաստորեն սուրճը նաեւ կարող ենք ասել, որ կանխում է քաղցկեղը, հենց ամենաառաջին պատճառը դա է, որ դուք պիտի պարտադիր օրական 2-3 գոնե չափաբաժին սուրճ օգտագործեք։ Հրաշալի նաև մի հնարավորություն ունի սուրճը զրկում է փաստորեն հնարավորություն է տալիս ազատվել սթրեսից։ Սեուլի ժողովրդական համալսարանի գիտնականները ապացուցել են, որ այն կարողանում է ազատել սթրեսից, նրանք ուսումնասիրել են առնետներին, այն առնետներին, ովքեր զրկված են քնից, չեն կարողանում քնել եւ հետարքեր երբ որ սուրճի բույրը տվել են նրանց մոտ, արձակել են սուրճի բույր, նրանք կարծես կարողացել են քնել։ Փաստորեն հակառակ ազդեցություն են ունենում, երբ որ սուրճը խմում ես, քնից զրկվում ես, թարմացնում է, չէ՞ քեզ, բայց սուրճի բույրը հակառակ ազդեցություն են ունենում, նա տակ կարողանում ես արդեն նրա ազդեցության տակ կարողանում ես քնել։ Ասեն օգնում է նաև երբ որ ձեր քունը չի տանում, կարող եք թարմ այդ սուրճի բույրը շնչել եւ դա ձեզ կօգնի հանգստանալ։ Այո, իդեպ ասեմ անգամ երբ այսպես ասած բովում են սուրճը, չէ, դրա անտիօքսիդանտները չեն պակասում։ Փաստորեն շատ կարևոր հատկանիշ։ Շարունակելով սուրճի մասին կարևորագույն ինֆորմացիա տրամադրել ձեզ, ասեմ, որ սուրճը նաև օգնում է Պարկինսոնի հիվանդության ժամանակ, որն է այդ հիվանդությունը, երբ մարդը չի կարողանում կառավարել սեփական շարժումները, ասում են գիտնականները, նաև բժիշկները, որ այն մարդիկ, ովքեր օրական գոնե 2-3 չափաբաժին սուրճ են օգտագործում, ապա կարողանում են հեշտությամբ կանխել իրենց շարժումները։ Սուրճը օգնում է փաստորեն նաև լյարդին, 2006 թվականին հրապարակվել է գիտնականների կողմից մի հետազոտություն, որտեղ ուսումնասիրել են փաստորեն 22 տարեկանից բարձր 125,000 մարդ եւ այն մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ առնվազն օրական սուրճ են օգտագործում, այդ մարդկանց մոտ 20%-ով պակաս է լյարդի ցելյուլոզի հավանականությունը։ Այո, Էդգար, շնորհակալություն։ Շարժելով առաջ ես էլ
մի կարևոր հատկություն հենց կոնկրետ կապված սուրճի հետ, ասեմ, որ այն երջանկության համար է, այդ դրա համար է ծիծաղում, որպեսզի դու հասկանաս, ես քիչ առաջ սուրճ էի ըմպում ու դա ինձ Անահիտի հետ մեկտեղ դու էլ հոկտեմբերյանում բարեկամներ ունես։ Գուցե հոկտեմբերյանում բարեկամներ ունեմ, բայց գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր ըմպում են սուրճ, ապա երջանկանում են։ Ինչու՞, որովհետև այն հանում է դեպրեսիան։ Իդեպ ինչու է դեպրեսիան հանում, որովհետև նրա մեջ կա կոկային, դե եթե այդպես ասենք, ապա կոկային կա նաև ասեմ Coca-Cola-ի մեջ։ Սակայն Coca-Cola-ն ձեզ չի հանում դեպրեսիաներից ու առհասարակ երջանկության զգացողություն չի պարգևում։ Իսկ այ սուրճը պարգևում է, որովհետև թերևս նշեցի արդեն, որ անտիօքսիդանտները օգնում են հանել ձեզ դեպրեսիայից։ Եվս մի հետաքրքիր շատ կարևոր փաստ, հետազոտությունը նույնպես ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր գորնեորական 2 անգամ օգտագործում են սուրճ, ինքնասպանության հավանականությունը պատկերացնում է 50%-ով նվազում է։ Պատկերացրեք ինչքան մեծ դեր է խաղում սուրճը, ինչքան թարմացնում է, ստրեսից հանում է եւ անգամ ինքնասպանության հարցում լուրջ դեր է խաղում։ Այո, այսքանն էր եւ հիմա պետք է մենք գնանք դեպի բուժակ, շարժվելով առաջ, հապաստորեն հասանք առաջ, հենց բուժակին հասանք։ Հիմա տեսնենք ինչ առաջարկում դիտել մեզ բուժակը, խնդրեմ, եթերում բուժակ։ Բարեկամներ, շարունակում ենք խոսել սուրճի կարևոր հատկանիշների մասին։ Հիմա հաջորդը այն կանայք, ովքեր 3 եւ ավելի բաժակ սուրճ են օգտագործում օրական, նրանք ավելի քիչ են վտանգված մաշկի քաղցկեղով հիվանդանալուն, այնպես որ հարգելի ու սիրելի կանայք օգտագործեք 3 կամ ավելի գավաթ սուրճ օրական ու այն կօգնի ձեզ հաստատ։ Այո, սպորտսմենները եթե ինձ լսում են, նրանց խորհուրդ տամ օգտագործեն սուրճ, որովհետև նաև հետազոտությունները ցույց են տալիս, որ սպորտսմենները երբ որ սուրճ են օգտագործում, շատ ավելի նրանց մարզումները արդյունավետ են անցնում, այնպես որ սերճենք սպորտսմենների բարեկամներ։ Եվ նրանք նաև ովքեր ուղղակի զբաղվում են սպորտով, թեթևակի մարզումներով, օգտակար է շատ։ Հաջորդ կարևորագույն փաստն եմ ուզում նշել կապված սուրճի հետ, սուրճը նվազեցնում է դիաբետ 2-ով հիվանդանալու հավանականությունը։ Ըստ ամերիկյան քիմիական միության հետազոտությունների, մարդիկ, ովքեր խմում են օրական 4-ից ավելի բաժակ սուրճ, 50%-ով նվազեցնում են դիաբետ 2-ով հիվանդանալու վտանգը։ Ահա այսպիսի կարևոր հատկանիշ ունի սուրճը։ Սուրճը օգտակար է նաև ուղեղի պահպանման հարցում, նրանց ովքեր ունեն, իհարկե գործական վիճակում ավելի լավ պահում է սուրճը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ 65-ից բարձր տարիքի մարդիկ, ովքեր օգտագործում են սուրճ, Alzheimer-ի հիվանդությամբ սկսում են տառապել ավելի ուշ, քան նրանք ում մոտ կոֆեինի մակարդակը այդքան բարձր չէ։ Հիվանդություն դա հիշողության կորստի հիվանդություն է կարծեմ։ Շարունակելով այս հրաշալի թեման կապված սուրճի հետ, որովհետև ես ինքս շատ սիրում եմ սուրճ ու երևի թե օրական 4-5 բաժակ անպայման խմում եմ, առանց դրա մի տեսակ այսպես տրամադրությունս չի բացում։ Հենց կապված դրա հետ ասում են գիտնականները, որ այն օգնում է տրամադրության բարձրացմանը, նաև սթափվելուն է օգնում, նաև պետք է ավելի խելացի է դարձնում նաև ասում են։ Հա? Այո։ Թարմացնում է նաև։ Այո։ Նաև արդյունավետությանն է նպաստում ուղեղի աշխատանքի, այդ դրա համար սուրճ օգտագործող մարդիկ շատ ավելի խելացի են դառնում։ Այնպես որ եղեք խելացի, տիրապետեք այս ինֆորմացիային, ինչու ոչ, որովհետև եթե ձեզ հարցնա ինչու է սուրճ խմում, թե խմիր, դու ասես, այ գիտես ես ինչ սուրճ բանի մոտ ամեն ինչ անում ենք, իմանանք ինչի են պատճառ, որի համար ես սուրճ եմ խմում։ Այ դու ունես այդ պատճառները, որի համար թե ես խմում։ Լավ է։ Ես ինքս ինձ հետ վիճում եմ, հարցնում եմ, պատասխանում եմ, հարցնում եմ։ Այո, շատ լավ է երկխոսության մեջ մտնում ինքդ քեզ հետ, նաև սիրելի հեռուստադիտողներ, խնդրում ենք չհեռանալ, որովհետև առջևում շատ հետաքրքիր է, նաև մենք պետք է զրուցենք բարևից եւ բարևով նաև ընդմիջվենք։ Այո, հեռանալ։ Հիմա ընդմիջվում ենք։ Դիտելու ենք տեսանյութ։ Տեսանյութ, այնուհետև մեր տաղավարում կլինի մեր գործընկերուհին, իսկ այն հետ չենք ասի ինչ կլինի, որովհետև հետաքրքիր է։ Բայց սա ասեցի, ո՞նց է։ Հյուրի մասին է խոսքը։ Հա, հյուրի մասին, այո։ Լավ։ Բարեկամներ, շարժվում ենք առաջ եւ այժմ արդեն իհարկե մեզ հետ միասին նստած է մեր գործընկերուհին, ում սիրով ասում ենք ողջույն, բարի լույս Լիանա։ Բարի լույս, հարգելի մեր։ Ձեռքդ սեղմել, որովհետեւ այսօր մեր ու տեսնում ես ինչպես նա սեղմեց քո ձեռքը։ Ես կարող եմ կրկնել հեռուստադիտողների համար։ Եվս մեկ անգամ։ Այո։
Հիմա ասեմ խոսքի ինչի մասին է, բարեկամներ, այսօր պիտի խոսենք ողջույնից եւ առհասարակ թե ողջույնն ինչ ազդեցություն ունի մարդու վրա, ու թե ինչպիսի տեսակներ կան ողջույնի հետ կապված, ու թե որ ողջույնը հատկապես ինչ է նշանակում։ Հիմա տեսեք, ես Էդգար թույլ տուր Այո, իլյուստրացիա։ Այո, եթե մենք այսպես ենք բարևում մեր դիմացինին, ապա դա նշանակում է, որ մենք հավասարը հավասարի վրա ենք դասում։ Նկատառումներ չունենք մեկը մյուսի նկատում կամ հնազանդվելու, այսինքն հավասարություն։ Ահա։ Հիմնականում կանայք սիրում են բարևել այսպես, ինչպես Լիանան հիմա բարևեց, հիմնականում այսպես։ Ինչու՞։ Ոչ թե մենք չեն ուզում։ Սա նշանակում է, որ ես իմ գերիշխանությունն եմ ցույց տալիս քեզ։ Այո։ Իսկ հակառակի դեպքում մոտավորապես այս կարգի Ես հնազանդվում եմ քեզ, այո։ Դու հնազանդվում ես ինձ, այո։ Ես չգիտեմ դեռ հաղորդման վերջում պարզվի։ Ամեն դեպքում բարեկամներ յուրաքանչյուրս ունենք մեր ողջունելու ձևը, դրանց տիպերը, իհարկե շատ լավ է իմանալ թե որը ինչ է նշանակում, որպեսզի բարևելիս շատ ավելի ուշադիր լինեք, թե ինչպես բարևեցիք, հաստատ իմացեք, եթե դիմացինը գիտի ժեստերի լեզուն, ապա հրաշալի կհասկանա թե ինչպես բարևեցիք ու թե դա ինչ է նշանակում։ Հիմա տեսնենք Լիանան ինչ Ամեն դեպքում եթե դու էլ այդ առումով միամիտ կամ նկատառումներ չունես, դիմացինի երբ որ գիտես որ բանիմացիայի առումով դու արդեն այո զգուշանում ես, երբ որ նա արդեն գերակայություն է ուզում, արդեն զգուշավոր է պետք լինել, երբ որ ուզում է հնազանդվել, արդեն մտածում ես որ այդ Բայց երբեմն մենք հիմնականում բարևում ենք հակառակ կերպով, այսպես ուղղակի ցույց տալու համար, որ ես հնազանդ եմ քեզ։ Բայց այնպես ասած ես առ այսօր դրանց ուշադրություն չեմ դարձրել, ուղղակի միշտ սովորականի նման ես բարևում։ Բայց ասում են սա գիտնականներն ասում են, որ սա ենթագիտակցորեն դու արդեն վարվում ես այդպես։ Ահա, ես էի ուզում հենց այդ մասին ասել, սա ենթագիտակցաբար է, ոչ մեկ ինչի մտածում, գնամ ու այսպես բարևեմ, ասենք հիմնականում Բայց ամեն դեպքում նրան եթե զգացիր գիտակցաբար։ Ես այս պարագայում կուզեի մի քիչ տղամարդկանց կողմից խոսել եւ ասել, որ դա ինչ որտեղ կանանց մոտ ինչ որ կանացի թիթից պահվածք էլ ես կասեի, որ ձեռքի, այո։ Կարող էր հավերը ձեր տանին։ Այո։ Կամ զարդը ցույց տալու, մատանին ցույց տալու, ինչ որ նման տարբերակ է եւ կանանց մոտ դա արդեն տարածված տարբերակ է դարձել։ Իսկ կներես մի ինֆորմացիա տամ, ձեռքսերում եկել է որտեղից։ Երբ որ ժամանակին մարդիկ ցույց են տվել, որ իմ ձեռքին զենք չկա, ափերը բացել են եւ այսպես բարևել են։ Ահա։ Եկել այդտեղից։ Զինվորական ծագում ունի, այսպես ասած, բարևելը։ Ես էլ եմ խոսում բարևի մասին, նախ բարև նորից հարգելի հեռուստադիտողներ, բարևից է սկսվում մեր օրը։ Անկամ ընտանիքի անդամներին առավոտյան բարևում ենք։ Ես օրինակ ունեմ նման սովորություն, բարելույս ասելու իմ ընտանիքի անդամներին։ Բարիով ենք սկսում, բարին է ավետում բարևը։ Հենց առաջին իսկ շփման միջոց է հանդիսանում։ Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս հարգելիներս, երբ մարդկանց բարևում եք առավոտյան, ջերմ բարևեք, անկախ ձեր տրամադրությունից, որովհետև օրը սկսվում եք բարությամբ, ջերմությամբ, ուրախությամբ։ Առհասարակ սովորություն է դարձել մանավանդ տղամարդկանց մոտ, երբ միայն ձեռքերը միմյանց սեղմում են եւ չկա բարև։ Բայց հարգելիներս, բարև բառը անպայման օգտագործեք։ Իմաստը ջերմությունը հենց կայանում է այդ բառի մեջ։ Բարև բառի արմատը բարին է, թե արևն է։ Բարի արև, բարև։ Այսինքն համատեղված է։ Այո։ Նաև բարևը ինձ թվում է եւս մեկ տարբերակ ունի, բարի օր կամ բարևը օթում, հիմնականում ձեռքով անել է, չէ՞, կամ տղաների մոտ էսպես, հա, երևի թե դա հայկական տարբերակում տղաների մոտ չլպոցով է։ Այո։ Ցարքումներով։ Դե ձեռքը դա արդեն ժեստերին է անդրադառնում, այո, բարևի նկատի ենք ունենում, բարևի ժեստ է, բարևի ժեստ է։ Հարգելիներս, ես կուզեի ասել ձեզ ներկայացնել բարևի այլ տարբերակներ, օրինակ։ Մենք ընդհանրապես սովորություն ունենք միմյանց բարև բառով դիմել կամ ողջույն բառով դիմել, բայց կա փաստորեն բարևի այլ տարբերակներ։ Դասեր գոյություն, օրինակ հոգևորականների պարագայում հոգևոր դասի ներկայացուցիչներին բարևելու տարբերակներ կապված նրանց հոգևոր աստիճանից։ Եվ այսպես, կաթողիկոսին ասում ենք, ծառայեմ, վեհափարտ օրհնեցեք։ Պատրիարքին, արքեպիսկոպոսին եւ եպիսկոպոսին ասում ենք, Աստված օգնական սրբազան հայր։ Ծայրագույն վարդապետին եւ աբկամ աբեղային, Աստված օգնական հայր սուրբ եւ քահանային օրհնյատեր։ Ես ավելի նախընտրում եմ սովորաբար ավելի շատ օգտագործում ողջույնը, որը հավասարազոր է խաղաղության բառին
Եվ դրանով ավելի շատ խաղաղություն եմ մաղթում, ողջույն եմ։ Հոգևորականների մասին։ Ոչ, ես այստեղ խոսում եմ հոգևորականների մասին, այդքան։ Ես օրինակ ավելի շատ գործածում եմ երևի թե օրհնյատեր։ Ես էլ հոգևորականների դեպքում չէր խանգարի խաղաղություն, որովհետև Հիսուսը հենց օգտագործում էր ողջույնը, խաղաղությունը։ Այո, միանշան խաղաղությունը, այո։ Ծառա եմ, ստրուկ եմ եւ այլն, դա։ Դե այդպես կարծեք թե տարբերակված են։ Չափանիշները։ Այո, տարբերակված են եւ ես ցանկություն ունեցա հեռուստադիտողին ներկայացնել, որովհետեւ գիտեք ինչ, այ հիմա մենք ասում ենք օգտագործում եմ շատ ավելի օրհնյատեր կամ խաղաղություն, բայց հավատացած եղեք, որ շատ շատերը չգիտեն ինչպես բարևեն հոգեվորականներին։ Կարևորը նաեւ հատկապես մեջ չգիտեն պարզապես։ Ունենք հյուր Տերվանին եւ անկեղծանում եմ, չգիտեմ ինչպես դիմում հաղորդման ընթացքում բարեցի բարևելը, այսինքն դիմելու ձեր օրհնեցեք Տեր հայր։ Տեր հայր։ Տեր հայր, այո։ Պարզապես այստեղ որպես բարև ոչ թե ողջույն Տեր հայր, այլ օրհնից Տեր հայր։ Պարզապես այստեղ տարբերակված չէ մեր մեջ, թե որ դեպքում ինչպես դիմել, օրինակ ես արդեն ասացի վարդապետին, ծայրագույն վարդապետին եւ այլն թե ինչպես է դիմում։ Մենք ընդհանուր առմամբ ասում ենք օրհնեցեք Տեր։ Ճիշտ է, հոգեոր դասեր կան, բայց կարծում նրանց համար շատ հետաքրքիր։ Ես եւս մեկ տարբերակ գիտեմ, ձեր օրհնությունը Տեր հայր, նա ասում է օրհնեցեք Տեր։ Հա, կամ թեկուս։ Օրհնեցեք Տեր։ Այո, եւ այսպիսով հարգելիներս ես առավոտը սկսել են կարծեք թե շատ բարի, հոգեվոր, բարի տրամադրությամբ, բոլորիդ մաղթում եմ բարին, ջերմություն եւ ուրախություն հարգելի հեռուստադիտողներ, մենք կհանդիպենք։ Շնորհակալություն Լիանա հրաշալի ինֆորմացիայի համար, համոզված եմ շատ շատերին այն հետաքրքրեց, գոնը դիմելու տարբեր տեսակի ձևեր արդեն գիտենք ու կիմանանք, բարեկամներ, դուք շարունակեք մնալ մեզ հետ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Բարեկամներ, Բացենյակը շարունակում է իր ընթացքը եւ այժմ արդեն բաց են մեր հյուրասրահի դռները ու մենք սիրով ընդունել ենք մեր հրաշալի, հրաշագեղ, շատ սիրուն, քնքուշ, նուրբ մի էակի, ով հանդիսանում է թիվ 24 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արմիկ Մելքոնյանը, նաեւ ուսումնական գծով փոխտնօրենն է թիվ 24 միջնակարգ դպրոցի, սիրով ողջուն ենք նրան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես նաեւ ավելացնեմ 24-րդ դպրոցի բարության խորհրդանիշ։ Այո։ Այո։ Դա ոչ միայն 24 դպրոցի եկած լավ։ Տրամադրությունը հրաշալի։ Տիկին Մելքոնյանը առհասարակ կանոնակարգ ունի առավոտյան։ Մշակված, այս սա պիտի անեմ, մաքուրատ պիտի շնչեմ։ Կանոնակարգս երևի սկսվում է նրանից, որ պարտադիր նույն ժամի պիտի արթնանամ, պարտադիր պիտի սուրճ վայելեմ, պարտադիր պիտի չուշանամ աշխատանքից ու սիրով ներկայանամ աշխատանքի։ Իսկ պատահում է, որ տրամադրությունը աշակերտները կարողանան ազդել տրամադրության վրա, թե արդեն հստակված առհասարակ տրամադրության մարդել եմ, բայց գիտեմ մի բան, որ մտա դպրոց, չնայած վերջին տարիներին փոխտնօրեն եմ, դասարան չեմ մտնում, բայց միշտ երբ մտել եմ դասարան, առաջին հերթին գիտեմ, որ ես պիտի իմ տրամադրությունը փոխանցեմ աշակերտներին, անկախ իմ տրամադրությունից պիտի դրական էմոցիաներ փոխանցեմ աշակերտներին, որովհետև էությամբ արդեն ասացի, իսկապես բարի մարդ եմ, շատ մարդկանց շատ սիրող, շատ մարդասեր, աշակերտներին շատ սիրում եմ, երեխաներին սիրում եմ։ Այո, մարդկային առաքինությունների մեջ առաջինը, արդեն ասացի, առաջին հորիզոնականում ինձ համար բարությունն է։ Ու պատահական չեմ ասում, երևի որ այսօր բարելույս ծրագրի հյուրն եմ, ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել առաջին հերթին ձեզ հրավերի համար։ Շնորհակալություն հրավերից մերժելու համար։ Շատ հաճելի էր ու ասեմ, որ իսկապես, երբ սովորական մի բարի լույսից աշխարհն ավելի բարի է դառնում, ինչու են մարդիկ աշխարհը խառնում եւ ինչ են ուզում մեկը մյուսից, եթե աշխարհում կա երաժշտություն, եթե երկնքի ու երկրի միջև կա այսպիսի հրաշք, անիմանալի կապույտ հաշտություն, չեն ուզում մարդիկ իրարից, փոխանակ ինքներս մեր եսին բախվենք, կրունկի վրա ճռինչով բացվենք, լցվենք աշխարհով ու երաժշտությամբ, փորձում ենք, ճգնում ենք լցնել աչքերն աշխարհի մեզնով, մեր եսով, մեր երաժշտությամբ։ Ուրեմն բերեք իսկապես աշխարհը լցնենք բարությամբ, թող բոլոր դառնան բարության սերմնացաններ ու բարության հունդեր տարածեն աշխարհով մեկ։
Շատ հրաշալի է։ Կարելի է ժամերով լսել ձեզ։ Ես էլի եմ ուզում լինել աշակերտ։ Շատ հաճախ մենք ուղղակի լսում ենք պատասխաններ 4 սովորական, բայց այս դեպքում կարծես ռոմանտիկան եւ մեղեդի, չէ՞։ Ձեր ձայնը շատ գեղեցիկ է, ինձ թվում է այն անգամ ամենաերևի ծույլ աշակերտը, դե կարելի է աշակերտների մեջ այդպես ասել, ցանկություն կունենա հաստատ ձեզ լսելու։ Ինչպես է կարողանում հավաքել աշակերտներին։ Այսօր դա կարևորագույն ու բարդագույն խնդիրներից մեկն է։ Ուրեմն դպրոցում աշխատում եմ 1984 թվականից։ Ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքային մանկավարժական մկրտություն ստացել եմ հենց այդ դպրոցում ու առ այսօր աշխատում եմ այդտեղ։ Մեծամտություն չթվա թող 30 տարիների մանկավարժական գործունեության մեջ չունեմ մի դեպք, չեմ հիշում մի դեպք, որ երբևիցե այդպիսի խնդիր ունեցած լինեմ աշակերտին ինչ որ ձևով ինձ ենթարկել տալ, աշակերտը չլսի, դասարանը չլսի, բայց երևի ամեն ինչը եկել է գիտեք ինչից չեն զարմանա այսօր իմ գործընկերները, եթե հիմա ինձ լսեն, որովհետև ամեն մանկավարժական խորհրդի նիստի, եթե առիթ ունեմ զեկուցման, պարտադիր երևի իմ սկզբունքը սկսել դրանով, ավարտել դրանով, սիրել երեխային։ Երեխային հասկանալու համար տեղափոխվել երեխայի աշխարհ, որովհետև աստվածներն ու երեխաները բնակվում են այնտեղ, որտեղ նրանց սիրում են։ Երբ երեխային սիրում ես, երեխան որևէ խնդիր չունենա, դու երեխային հավաքելու խնդիր չես ունենա։ Սիրով մտիր դասարան ու երեխան քո այդ սերը զգում է։ Միշտ ասել եմ, որ մրսող երեխան խարույկին չի մոտենա։ Ուրեմն, երբ երեխան մրսում է, նրան ջերմացրու, ընդամենը ջերմություն տուր ու դու որևէ խնդիր չես ունենա երեխայի հետ։ Ուսուցչի առաջին խնդիրը սիրել երեխային։ Երբ սկսնակ ուսուցիչներն են ունենում, ես միշտ նույնն եմ հորդորում իրենց իմ մոր եղբայրը մանկավարժական ինստիտուտում էր աշխատում, երբ ամուսնանում էի, ինձ այսպեսի խորհուրդ տվեց, արմի քիշիր, կգնաս այդ տունը, դարձիր այդ տան ստրուկը, թող բոլորը իրենց թագավոր ու թագուհի զգան, կանցնի որոշ ժամանակ դերերը կփոխվեն, դու կդառնաս այդ տան թագուհին։ Նույն սկզբունքով առաջնորդվում եմ նաև դպրոցում։ Ցանկացած դասարան մտնելիս առաջին հերթին ոչ թե փորձում եմ ցույց տալ, որ այսպես խիստ պահանջկոտ ուսուցիչ եմ, չէ, առաջին իմ գործը երեխային նվաճելն է, իսկ նվաճում եմ առաջին հերթին սիրով։ Սիրեցի երեխային, նրանք ինձ սիրեցին, վերջ, սկզբից ես եմ ստրկանում իրենց կամքին, իսկ հետո նրանք արդեն դառնում են կոպիտ ասած, այսպես ստրկացած իմ կամքին, իմ պահանջը նրանց համար դառնում է առաջին պահանջ, իմ տնային հանձնարարությունը, առաջինը ամեն ինչ անում են սիրով։ Մի խոսքով, ուսուցչի աշխատանքի նշանակետը, ամեն ինչը, համը, հոտը, մերանը, մակարդը, բույրը աշակերտին սիրելն է։ Սիրեցիր, որևէ խնդիր չունես դու աշակերտի հետ, աշակերտը քեզ հետ։ Հրաշալի ուղղակի սկզբունք է, գիտեք, շատերը ուղղակի աֆորիզմների տեսքով ասում են, բայց դուք ուղղակի գտել եք այն սկզբունքը, որ իսկապես սերը աշխարհի ամենահզոր բանն է, որ փոխում է ամեն ինչ։ Միայն սիրով կարելի է ամեն ինչ անել։ Սիրում ես երեխային, ուրեմն դու անլուծելի խնդիր չունես, երեխան դա զգում է։ Հնարավոր չի իսկապես պատահական չեմ ասում, մրսող երեխան ջերմությունը չզգա, ջերմության մոտ չգնա։ Հնարավոր չի դու երեխային սիրես ու երեխան դա չզգա, որ դու իրեն սիրում ես։ Իսկ դու իրեն սիրում ես արդեն նա ուզում է քո սիրուն սիրով պատասխանել։ Մեզ հայտնի է նաև, որ դուք ընդհանրապես երկուս չեք դնում։ Իսկ դա ինչպես է լինում, ինչ սկզբունք ունի դա։ Այո, չափազանցություն չլինի 30 տարիների մանկավարժական գործունեության մեջ չեմ հիշում որևէ դեպք, որ աշակերտին երկուս նշանակած լինեն։ Չգիտեմ, սկզբունք է, թե դա էլ է իմ անսպար բարությունից գալիս, սիրուց գալի, նվիրումից գալի, բայց դրանով ավելի շատ բանի եմ հասել, քան որ պիտի երկուս նշանակեի։ Ավելի շատ փորձել եմ երեխային անընդհատ հասցնել նրա գիտակցությանը, որի նպատակը երկուս նշանակելը չէ, եւ առհասարակ ինձ համար գնահատականը ոչ մի անգամ կենացում ու հարց չի։ Ես չեմ սիրում եւ երեխան գնահատականից կախվածություն է ունենում ու սովորում է գնահատականի համար։ Ուզում եմ այնպես անել, որ երեխայի գիտակցությանը հասնեմ, որ ես պարզապես ուզում եմ ինքը սովորի։ Ես ուզում եմ, որ ինքը Չարենցի ես իմ անուշ Հայաստանին իմանա, որպես հայ երեխա, հայ մանուկ։ Երկուս նշանակեցի հիասթափվելու է,
Վերջ, մտածի, որ իր գնահատականը ստացավ, թողնի գնա։ Իսկ ինչու, անընդհատ ասում եմ, դու ինձ պարտք ես մնում, դու ինձ պարտք ես մնում, վերջին հաշվով, ուզի պիտի սովորի, իսկ իմ նպատակը դա է, վերջին հաշվով, սովորեցնելը, ուրիշ ոչինչ։ Շատ լավ եք մտածել, ես այսպեսին հարց։ Եթե փաստորեն աշխատել է այդ տարբերակը, եթե չաշխատել 30 տարի չէ շարունակել։ Պարտադիր, սիրով սովորել է։ Ահա, ես ուզում եմ մի այսպեսի հարց տալ, այ գիտենք բոլորս, որ յուրաքանչյուրս ունենք սիրելի ուսուցիչ։ Այ դուք ունեք սիրելի աշակերտ։ Եվ ինչով է նա առանձնանում։ Աշակերտներ շատ ունեմ, երևի թե հենց սկզբից ասացի, շատ սիրում եմ իմ գործը, սիրում եմ աշակերտներին, յուրաքանչյուր աշակերտի սիրում եմ յուրովի, յուրաքանչյուր աշակերտի մեջ անպայման ոսկե հատիկ տեսնում եմ, երևի դրանից է, որ իմ մանկավարժական պրակտիկայում չկա վատ աշակերտ հասկացություն, գուցե զարմանալի թվա, բայց որ աշակերտի մասին էլ խոսեն ինչ-որ մի բան ասեն, ես պարտադիր պիտի ասեմ, բայց լավ երեխա է, գիտեք, պարտադիր ինչ-որ լավ բան յուրաքանչյուր մարդու մեջ պիտի կա, պիտի կարողանաս ուղղակի գտնել երեխայի զարկերակը, պիտի կարողանաս այդ լավը տեսնել։ Դրա համար ասում եմ, ամեն մարդ աշխարհին նայում է իր աչքերով, ես գտնում եմ, որ ուսուցիչը աշակերտին պիտի նայի մոր աչքերով, ծնողի աչքերով, ու երբ նայում է այդ աչքերով, հաստատ այդ լավը տեսնում է երեխայի մեջ։ Նույնիսկ ցանկություն առաջացավ գնալու սովորել, չէ՞։ Նամանավանդ, եթե կա նմանատիպ ուսուցիչ, չէ՞, հասկացողում բռնող։ Իսկ լավ աշակերտներ, աշակերտուներ շատ եմ ունեցել, ունեմ, ու առ այսօր էլ դպրոցն ավարտելուց հետո էլ արդեն ուսուցիչ աշակերտ չենք մնում, ուղղակի որպես լավ մարդիկ, լավ ընկերներ, լավ խորհրդատու իրենց համար, ինչու՞ չէ, ցանկացած դեպքում նաև ես կարող եմ իրենց ինչ-որ խորհրդով դիմել, մի խոսքով մնում ենք որպես լավ ընկերներ ու լավ մարդ։ Գալիս են էլի ձեզ մոտ։ Չէ, բացարձակ։ Այդպիսի բան չկա, որ աշակերտի հետ իմ կապը կորչի, ու հետո ես միշտ ուզում եմ աշակերտի մոտ այնպիսի հիշողություն թողնես, միշտ երեխաներին ասում եմ, երեխաներ փողոցով անցնելիս այնպես չլինի, որ հենց տեսնեք Մելքոնյանը գալիս է, ճանապարհը փոխեք։ Ընդհակառակը, հենց տեսնեք Մելքոնյանը գալիս է, մյուս մայթի ճանապարհը փոխեք, որ ինձ տեսնեք անպայման։ Ու միշտ այդպես է։ Դուք դասավանդում եք հայոց լեզու եւ գրականություն, արդյոք չկա տենդենց ռեգրես դեպի հետընթաց հետաքրքրության առումով առարկայի նկատմամբ հայոց լեզու եւ գրականություն։ Գիտեմ, որ ժամանակին հատկապես սովետական ժամանակաշրջանում շատ են սիրել։ Իսկ հիմա կա տենդենց դեպի անշուշտ կա։ Ցավոք սրտի պիտի ասեմ, ցավոք պիտի դա ասեմ, բայց իսկապես այսօր մարել է հետաքրքրությունը, մարել է ընթերցասիրությունը երեխաների մեջ, այ երեք իմ ձեռքի տակ հենց Շահանշահների նահանջ առանց երգի ստեղծագործություններ, ու իսկապես ինչի հենց դա էր ձեռքիս տակ, որովհետև երևի թե ժամանակի պահանջով այսօր զգում ես, որ նահանջել ենք մեր ազգային ակունքներից, մեր ազգային ամեն ինչից, ու առաջին հերթին նահանջել ենք մեծ մայրենիից, հենց միայն կուլիսներում, քանի որ հեռուստաեթերի աշխատողներ եք, ուշադրությունս առաջին հերթին գրավում էր խոսքի հայեցիությունը, մաքուր խոսելը, ամենտեղ կարևորում եմ դա, անգամ թխվածքի բաղադրատոմս տան, անգամ դեղի բաղադրատոմս է, պիտի առաջին հերթին գրագիտության եմ կատակով թխվածքի բաղադրատոմս են տալի, կարդում եմ առաջինը, դա էլ է ճիշտ, առաջինը պիտի նայեմ գրագետ գրածին, գրագետ ասածին, շատ կարևորում եմ մաքուր հայերեն խոսքը, ինչ խոսք նահանջել է, ցավով եմ ասում, բայց էլի ես կողմ չեմ, որ պիտի մենք այդ նահանջի հետ հաշտվենք, պիտի միջև վերջ պայքարենք, անընդհատ երեխայի ականջը պիտի լսնես, երեխայի գիտակցությանը հասցնես, որ գրքից հրաշալի զբաղմունք չկա, համակարգիչը սոս տեղեկատվություն է, գիրքը ամենահրաշալի զբաղմունքն է, միշտ եմ ասում, համակարգիչը կարող ես այսպես դնել, գրկել, չէ, բայց գիրքը դնում ես, գրքի էջը ծալում ես, գրքի հետ ապրում ես, ու տան երեխան իսկապես պիտի գիրքը տեսնի, այ ես փետրվարի 21-ին Մարիինի օրվա հետ կապած եւ փետրվարի 19-ը որպես գրքի օր հենց մեր դպրոցական այդպես լուսամուտներին համապատասխան պաստառներ ենք ձևավորել ու հարցազրույց գիրք ընթերցող կապը խաթարվել է, բայց մենք պիտի չնահանջենք, չհաշտվենք այդ փաստի հետ ու սկսած
ամեն օր, ամեն վայրկյան երեխայի գիտակցությանը պիտի հասցնես, որ գիրքը պիտի սիրես, գիրքը պիտի փայփայես, որ գիրքն էլ շնչող էակ է, ունի բույր, ունի համ, ունի հոտ, գրքին պիտի վարժեցնես երեխային, ընտելացնես, այնպես ինչպես կենթանուն ես վարժեցնում քեզ, պիտի սիրես, փայփայես գիրքը, պիտի ցավը զգաս, որ գիրքը չի կարդացվում ու կուզեմ իսկապես, որ գա այն նախկին ժամանակները, երբ մենք իրար տեսնելիս, իրար ողջությամբ հետաքրքրվելուց հետո երկրորդ հարցը պարտադիր դա էր լինում, կարդացել ես նոր գիրքը։ Այ կուզեմ գան այդ ժամանակները, գիրքը արժևորվի, լեզուն արժևորվի ու այնպես չլինի, որ ես մայրենի օրվա կապակցությամբ պարտադիր մեր լուսամուտի պաստառին լեզվասխալների հրավառություն փակցնեմ այդպիսի պաստառ, որ այնպես չլինի, որ այդ սխալների մասին խոսենք, այնքան գեղեցիկ լինի մեր մայրենի գեղեցկությունը մենք ամեն օր ներբողենք, դրվատենք, ոչ թե շեշտը դնենք սխալների վրա ամեն վարքյան։ Իսկ այսօր մեր խոսքը ցավոք լեփլեցուն է սխալներով։ Համաձայն եմ։ Իդեպ ամեն անգամ որևէ հեղինակ կարդալիս կամ դասավանդելու ժամանակ կա մի հեղինակ, որին մի այլ ակրացանքով։ Այո, վերաբերում եք մի այլ կարգի ակնածանքով, ավելի բնականաբար գրականության ուսուցչու եմ, յուրաքանչյուր հեղինակի հետ յուրովի ապրում եմ ունենում, չեմ ուզում առանձնացնել, բայց նաև ասեմ, որ բնականաբար նույն ոգևորությամբ, նույն խանդավատանքով չեմ անցնում Գուրգեն Մահարի եւ Համոսահյան։ Բնականաբար։ Իսկ եթե խնդրենք մեզ համար ինչ-որ բան կարտասանեք։ Պարտադիր չէ Սահյան, ինչ կցանկանեք։ Եթե խնդրել եք ուց հենց Սահյանից։ Քիչ առաջ խոսում էինք, ես նաև իմացա, որ շատ սևակ է սիրում Տիկին Մարկարյանը։ Սևակել եմ սիրում, շատ։ Նա է գրում ինձ, թե ես եմ գրում։ Ես ուզում եմ։ Ահա։ Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով, բայց ոչ թե մոր, այլ մանուկի։ Ես ուզում եմ, որ կարապը ապրի երկով, ոչ թե մեռնի։ Ես ուզում եմ, որ տարափը տեղա արտի, ոչ թե իզուր ծովի վրա։ Ես ուզում եմ, որ քարափը քարայց պահի, ոչ թե օծեր ու մողեսներ։ Ու թե մահը անխուսափ է, թող նա տանի ոչ հերոսին, այլ մարդուկին, թե կռիվը անխուսափ է, թող չկռվեն երկու երկիր, այլ մարդ ու կին։ Թե արթուկելն անխուսափ է, ահա շորը սիրտ մի հանձնեք տակ արթուկին։ Թաղել է պետք, պառավ մորը որդին թաղի, ոչ թե մայրը ջահել որդուն։ Ու թե երկել, այնպես երկել, որ մտքի մեջ չմտածեն, հոգի հանեց։ Ու թե գրկել, այնպես գրկել, որ նվաղեք իրար գրկում։ Ու թե պարկել, այնպես պարկել, որ խափանվի տանկի ճամփան, ոչ թե հրշեջ մեքենայի։ Ինչ ես ուզում եմ անհնարը ձեր կարծիքով։ Ես ուզում եմ, այն եմ ուզում, ինչ ամենքը։ Հատվածաբար արտասանեցի բնականաբար։ Շնորհակալություն։ Ուղղակի շատ հուզիչ էր։ Նաև ես չեմ ուզում մոռանանք այս միամիսյակը եւ թերեւս մի փոքր ինչ ուշացում, բայց սրտան ցանկանում ենք ձեզ կանացի երջանկություն եւ իսկապես շնորհավոր ձեզ այս հրաշալի տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն։ Ուզում եմ, որ ամեն անգամ ձեր շուրջը նույնքան բարություն տիրի, ոնց ինչքան չի կարող չտիրի Լեռնա ջան, երբ որ բարությունը գալիս է, այն վարակիչ է։ Ես ուզում եմ, որ այդպես չմարի։ Շնորհակալություն եւ օգտվելով ընձեռած հնարավորությունից, որպես գրականության ուսուցչուհի նաեւ կուզեմ գրականության լեզվով շնորհավորել մեր մայրերին, մեր կանանց, քույրերին, սիրելի կանայք, ուզում եմ ձեզ ցանկալ, ես ուզում եմ հիմա գրքի հեղինակներով հերթով հիշելով ասել, ցանկալ ձեզ վարուժանական իրապաշտություն։ Վարուժանը սովորեցնում է գեղեցկության հասնելու ամենեն ուղիղ գիծը իրապաշտությունն է։ Իրականությունը պաշտեք, բայց մի կտրվեք երազներից, չէ որ Լևոն Շանտն էլ սովորեցնում է, որ կյանքի ունայնության փոսը պիտի լցնել երազներով։ Իջեք, իջեք երազներ։ Սիրելի կանայք, ձեզ ցանկանում եմ մեծարենցյան մարդասիրություն։ Տուր ինձի Տեր երջանկությունն անանձնական, չէ որ մարդը միայն իրենով
երջանիկ լինել չի կարող։ Սիրելի կանայք, ուզում եմ, որ ձեզ չլքեն տերյանական սիրո քնքուշ ելևէջները, ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար։ Ձեզ ցանկանում եմ բակունցյան ալպիական մանուշակի գեղեցկություն ու այնքան անհոգ ապրեք, որ բակունցյան ալպիական մանուշակի բզեզի նման աշխարհը ծիրանագույն Բուրաստան թվա ձեզ մանուշակն էլ ճոճք։ Ձեզ ցանկանում եմ մահարիական հումոր կյանքի բոլոր պարագաներում, ինչքան էլ որ կյանքը ձեզ դժվարություններ մատուցի, չկորցնեք ձեր մարդկային բարոյական արժեքները ու կյանքի ամեն ինչին վերաբերվեք հումորով, որպեսզի ավելի հեշտ ապրեք։ Ձեզ ցանկանում եմ Նաիրի Զարյանի արագեղեցիկի հավատարմություն։ Հայ կնոջը բնութագրում է հավատարմությունը եւ նուարդի խոհեմություն։ Չէ որ ընտանեկան բոլոր խարույկները կարելի է շիջել խոհեմությամբ։ Իսկ բնությունը կնոջն ասել է. գեղեցիկ եղիր, եթե ուզում ես, խելացի եղիր, եթե կարող ես, բայց շրջահայաց ու ողջամիտ լինել դու պարտավոր ես։ Իսկապես հայկինը պիտի շատ ողջամիտ, շրջահայաց ու խոհեմ լինի։ Սիրելի կանայք, սիրելի մայրեր, ձեզ ցանկանում եմ, որ սահյանական ջրվեժների նման շաչուն, շառաչուն լինեք, ժեռքարափների նման տոկուն ու դիմացկուն լինեք, շիրազյան գառնանամուտի բույրերով օծվեք, մանուշակի նման ամոթխած լինեք, հասմիկի նման հոգեթով լինեք, շուշանի նման անաղարտ լինեք, եւ վերջապես ուզում եմ սարոյանական բարի հսկայի խոսքերով ասած, փնտրեք բարին ամենուրեք ու երբ գտնեք, հանեք նրան թաքստոցից, թող շողշողա իր ողջ փայլով։ Իսկ վերջում ապրեք բոլորդ սևակյան հավատամքով, տրվեք բոլորին լույսի նման ու չխաբեք հույսի նման, արշալույսի նման բացվեք, վերջալույսի նման բոցվեք, բոլորդ ձեր ընտանիքներում եղեք եւ շանտ եւ շանթարքել։ Շնորհակալություն, շնորհավորում եմ կրկին ու կրկին, սիրելի մայրեր, սիրելի կանայք, սիրելի քույրեր, գուցե Շիրազյան անձեռակերտ հուշարձան չեմ կարող կանգնեցնել, բայց կուզեմ, որ պարույր սևակի մոր ձեռքերի պաշտամունքը միայն հայերն ունեն իմիջայլոց, կուզեմ, որ ավարտեմ թեկուս սևակյան տողերով, եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար, մեզ աշխարհում ծնած, սնած, մեզ աշխարհում շահած, պահած, մեզնից երբեք չկշտացած, փոշի սրբող, լվացքանող, անverջ դատող, անverջ բանող այս ձեռքերը, թող որ ճակած ու կոշտացած, բայց մեզ համար մետաքսի պես խազ ձեռքերը, մայրիկ ջան, սիրելի մայրիկ, խոնարհվում եմ քո սուրբ ձեռքերի առջև, սիրելի մայրեր, շնորհավորում եմ բոլորիդ տոնը։ Դուք մեզ ուղղակի կախարդեցիք հայոց լեզվի գեղեցկությամբ եւ ձեր մատուցած բանաստեղծություններով։ Այո, իսկապես։ Շնորհակալություն եւս մեկ անգամ մեր հրավերը չնարժելու ու մեզ հյուրընկալվելու համար։ Բարեկամներ, դուք շարունակեք մնալ մեզ հետ, իհարկե համոզված եմ առաջիկա մի քանի րոպեների ընթացքում թերևս ձեր մտքի, ձեր աչքերի մեջ կլինի նույն բարությունը, նույն խոսքերը, այդ հատիկ առ հատիկ կզրնգան ձեր ականջների մեջ երևի թե այն ամենը, ինչը որ հիմա ասվեց մեր եթերից։ Չհեռանաք, մնացեք մեզ հետ։ Բարեկամներ, բացենյակը շարունակում է իր ընթացքը, ճանապարհեցինք մեր հյուրին, այ մեր հյուրն ասում էր, որ յուրաքանչյուր մարդու հասկանալու համար առաջին հերթին պիտի նրան սիրես, սկսած աշակերտից մինչև ուղղակի անհատական հարաբերություններում շփումը մարդկանց հետ։ Սերը բացում է, չէ՞ մարդուն։ Իհարկե, եթե ուզում ես մարդուն լիովին ճանաչել, պիտի նրան սիրես։ Ժամանակ արդեն դեպքում հեշտ է ճանաչել նրան։ Ու նաև հեշտ է վնասել, հեշտ է նաև գտնել նրա թերություններն ու առավելությունները, իհարկե, բայց այդ ամենը իհարկե սիրելու միջոցով։ Գոյություն ունի նման տեսակետ, որ մարդու հոգին ճանաչելու համար ոչ միայն պետք է նրան սիրել, այլ նաև հոգին ճանաչելու համար պիտի մոտենալ նրան հոգով։
սրտին դիպչելու համար պիտի նրան սրտով մոտենալ, չէ՞, անհատականությունը բարձելու համար պետք է բացել սեփական անհատականությունը, որպեսզի նրան ավելի մոտ զգաս քեզ։ Ու առհասարակ յուրաքանչյուր մարդուն ճանաչելու համար ինձ թվում է ընդամենը 10 րոպե է բավական, նաև ոչ թե ինձ թվում է, այլ գիտնականներն են ապացուցել, որ 10 րոպեն բավական է, որպեսզի դու կարողանաս մարդու մեջ գտնել այն քաշող ձգողական ուժը, որը քեզ կստիպի նրա հետ շարունակել շփումդ։ Բայց ես իզուր չեմ միշտ որ այդ առումով խոսակցություն է եղել, ես ասել եմ մարդուն ճանաչում եմ մեկ առաջին հայացքից, սկզբից մեկ էլ մի ամբողջ կյանքի ընթացքում։ Այդ երկու մեկ, այսինքն հիմնական տպավորությունների ժամանակ, սկզբից եւ երկար արդեն փոխհարաբերության ժամանակ նոր սկսում ես բացահայտել մարդուն։ Որտեղ առաջի հայացքից միշտ չէ որ կարող ես ճիշտ ճանաչել, բայց հիմնական ինֆորմացիան արդեն վերցնում ես։ Նաեւ գիտնականները ասում են որ 12 րոպեվա ընթացքում մարդը ինչ որ միտեղ գնում է, իր ամբողջ տպավորությունը կարող է ընդդենք 2 ժամ միջոցառում է, չէ՞, այդտեղ այդ մարդկանց մասին կամ հարսանեկան ինչ որ բան կամ ընտանեկան ինչ որ խնջույք է, առաջին հիմնական բոլոր տպավորությունները մարդը վերցնում է առաջի 12 րոպեից, 12 րոպեից։ Նրանից հետո արդեն սովորական է նրա համար։ Ճիշտ ես ասում, ինձ թվում է ընկերս, բացի այդ էլ ինձ թվում է առաջին 12 րոպեները հենց նշված են նրա համար, որ սա հենց առաջին տպավորությունն է, ինչու ասում են, չէ, այս մարդուն հավանեցի, առաջին տպավորությունը լավն էր, մի տեսակ տպավորվեց։ Սա նրանից է, որ հենց առաջին տպավորության ֆակտորը կա, դա ասում են, որ առհասարակ լինում է ենթագիտակցաբար։ Սա մենք ոչ մեկս չգիտենք, որ առաջին 10 րոպեի ընթացքում կարող ենք հասկանալ ու ըմբռնել մարդուն, բայց փաստորեն այդպիսի բան կա։ Ու նաև 10 կանոն, որը ավելի հեշտ կդարձնի շփումը հենց մարդկանց հետ, որպեսզի ինքնաճանաչողությունը նաև դիմացինին ճանաչելու խնդիրը շատ ավելի հեշտ փոխհարաբերվի։ Հիմա տեսնենք, առաջին հենց կոնկրետ կանոնը թերևս երևի թե ներկայացնես դու, հա։ Այո, շփվելով մարդու հետ վերլուծեք ձեր զգացողությունները։ Մենք փաստորեն կարող ենք լրացնել այն պակասը ինֆորմացիայի հենց մեր զգացողություններով տվյալ մարդու նկատմամբ, եթե դիմացին նկատմամբ մենք նայած շփվելով զգում ենք մեզ խաբված, ուրեմն նա այն հավանականությամբ խաբեփայ է։ Եթե մենք զգում ենք նրանց կարծես հպատակվում ենք, հպատակություն ենք զգում նրա նկատմամբ, ուրեմն նա լիդեր է իր տեսակով։ Ահա։ Շատ լավ, եթե դուք տվյալ մարդու մոտ մեղքի զգացում եք զգում առանց ակնառու հիմքեր ունենալու, ապա զգուշացեք մեղքի զգացումը մանիպուլյատորների զենքն է, շատ հավանական է, որ տվյալ մարդը մանիպուլյացիայի է ենթարկում ձեզ, ստիպելով ինչ-որ բան անել իր շահերի համար, կամ ուղղակի բարձրացնում է իր ինքնագնահատականը հենց ձերի հաշվին։ Նման մարդկանցից ինձ թվում է ավելի լավ կլինի խուսափել։ Նաև կա վտանգի զգացողություն, այս դեպքում պարտադիր չէ մարդը ինչ որ արտարոց դեմք ունենա, ինչ որ այստեղ դեմքին սպի ունենա, կարող է դիմացինը շատ հաճելի արտաքին ունենա, բայց եթե դուք զգում եք վտանգի զգացողություն, ամենայն հավանականությամբ մասնագետներն ասում են, որ նա հանցագործ է կամ սիրում է ամեն տեսակ, այսպես ասած, վտանգավոր իր բաներ իր կողմը քաշել, հա։ Ուրեմն անախորժություններ է ձգում դեպի իրեն։ Այսինքն տեսակով մի քիչ որոշակի վտանգավոր եւ հանցագործ մարդ է։ Բան չունեմ ասելու, ինձ թվում է ճիշտ ես ասում, այդ կարծացի այդ էր քո մոտ առաջին տպավորության ֆակտորը կա, ինչպես հասկացա, չէ։ Ամեն դեպքում ինձ թվում է կարելի է շանս տալ անգամ, եթե առաջին տպավորությունը այնքան էլ հաջող չէ, շանս տալ մարդուն բացահայտելու, որովհետեւ յուրաքանչյուր պարագայում մարդը իրեն կարող է դրսևորել յուրովի։ Այո, եւ ամեն դեպքում պետք չէ սրան այսպես կույտ հավատքով այս սնունդներին մոտենալ, միանշանակ պետք չէ մոտենալ, որովհետև սրանք կարող են խաբուսիկ լինել, բայց ամեն դեպքում նաև չպետք է հանդեսել այս սկզբունքները։ Այո, համաձայն եմ քեզ հետ, ընկերս, հիմա երևի թե ժամանակն է, որպեսզի այսպես մի լավ մարզվենք, տրամադրությունը բարձրանա, նաև որպեսզի կարողանանք հետո ասել, թե մարդկանց հետ հեշտ արդյունավետ շփվելու համար որ 7 միջոցներն են, որոնք շատ կարևոր են ձեզ։ Գնացինք մարզանք մեր եթերում։ Բարեկամներ, շարժվում ենք առաջ, հիմա արդեն ժամանակն է, որպեսզի ներկայացնենք մարդկանց հետ հեշտ ու արդյունավետ շփվելու 7 միջոց, ասեմ, որ սրանք հրաշալի են ձևակերպված, ինձ թվում է նրանք ովքեր կհետևեն հենց այս խորհուրդներին կունենան դրական փոփոխություններ եւ իրենց համար բացահայտված հենց նոր եւ առհասարակ շփման մեջ կլինեն ավելի ինչ արդյունավետ։ Հանգիստ երևի, հա? Լավ։ Երբ ինչ-որ մեկը բորբոքված ու նյարդայնացած է, կանգնեք նրա ոչ թե կողքին, այլ նրա դիմաց է։ Ինչու դիմաց է, որովհետև երբ դուք նրա դիմացն եք կանգնում, այսպես ավելի հանգստություն են ազգում։ Հակառակը։ Հետաքրքիր է, չէ՞։ Հակառակը, Էռնաջան կարծում եմ։ Կողքին պիտի կանգնել, հետևում պիտի կանգնել։ Չէ, կողքին պետք է կանգնես, որովհետև դիմացը որ կանգնում ես, նա իրեն հակառակորդի դերում է զգում, բայց երբ կողքն ես, նա արդեն որոշակի հանգստանում է։ Այո։ Հա։ Այո։ Թող այդպես լինի։ Թող այդպես լինի։ Ինչ որ մեկին դիմելիս ցեք ձեր խոսքը քո օգնության կարիքն է։ Մարդիկ չեն սիրում այդ չօգնելու մեղավորության զգացումը կրել, այսինքն երբ որ ինչ որ մեկին չեն օգնում, դա իրենց մեղավորության զգացում է պատում։ Այդ ժամանակ եւ այդ դեպքում երբ որ նրանց օգնություն ես խնդրում, նա օգնում է եւ ցանկություն է առաջանում եւ դա նաեւ բարություն է նշանակում եւ հանգստացնում է մարդուն։ Այո։
Շատ լավ է ասված, վերաձևակերպեք այն, ինչ ասվում է ձեզ ու այն կրկնեք ասողի համար։ Սա իդեպ շատ հետաքրքիր է, ինչի որովհետև երբ դուք լսում եք այն, ինչ ձեզ ասվում է, ու դա փոխակերպված ասում եք ասողին, ասողը մտածում է, որ դուք նրա հետ համաձայն եք, դուք կիսում եք նրա կարծիքը, դուք մտածում եք այնպես, ինչպես նա է մտածում, դուք հարգում եք նրա կարծիքը ու այդպես ձեր փոխհարաբերությունները ավելի հեշտ կստացվեն։ Չէ՞։ Բայց միշտ չի կարելի ինձ թվում այդպես անել, թե չէ այնպես կստացվի, որ դուք նա ինչ ասում է, դրա հետ համաձայն եք։ Սա երբեմն։ Այո։ Ինչ այլուց մենք խոսեցինք մանիպուլյացիաներից, մենք մարդկանց առաջացնում ենք եւս մանիպուլյացիայի ձևեր, թե ինչպես ազդել մարդկանց վրա։ Ամեն դեպքում սա կարելի է բարի նպատակներ օգտագործել, օրինակ, եթե դիմացին այդքան համամիտ չէ, դες այդ կամ ինչ-որ թեմա զրուցում եք եւ ուզում եք որ նա էլ համամիտ լինի դες այդ դուք գլխով արեք եւ նա անկախ իրանից սկսում է ենթագիտակցաբար սկսում է գլխով արել եւ որ գլխով է անում ասում եմ ոնց որ ես համաձայն եմ եւ սկսում եք նստինքյան համաձայնվել ձեզ ինքն իրեն տրամադրում են չէ այդ դեպքում շարունակելով խոսքը դե դգար ասեմ որ եթե ինչ որ մեկը բացասական տրամադրվածություն ունի ձեր հանդեպ նրանից կարճ ժամկետով խնդրեք ինչ որ բան փոքր իր ասենք դա կարող է լինել գրիչ թուղթ մատիտ կամ ասենք ինչ որ փոքր մանր բան որը նա ձեզ կփոխանցի իհարկե այդ պահին դե հո չի մերժի ասի չէ գիտեք ես այս մատիտը ձեզ չեմ տալիս դա իհարկե չի անի կտա սիրով ու հետո կմտածի որ նորմալ է դուք իրեն բան խնդրեցիք ու դա կստիպի նրան ավելի ջերմ ձեզ վերաբերել Նաև զրուցակցի հետ խոսելուց դուք կարող եք ստուգել թե ինչքանով է նա համամիտ ձեզ հետ կամ ինչքանով է հետևում ձեզ այդ դեպքում ծալեք ձեր ձեռքերը եւ եթե նա կրկնօրինակում է ուրեմն նա հետևում է ձեզ կամ հիմնականում կտեսնեք որ մարդիկ կամ ովքեր զրուցում են նրանց կողքը հավաքվում են այսինքն այդ դեպքում էլ եթե դու կանգնած ես եւ ինչ-որ մեկ արդեն մոտենում եք քեզ եք զրուցել կամ ինչ-որ անում ես ուսում անելը պարտադիր ձեռքից ալնում է մի խոսքով այդ դեպքում զգում ես որ նա համամիտ է քեզ հետ եւ գուցե նաեւ հավաքվում է քո անձի նկատմամբ ահա երկխոսության ընթացքում մի քանի անգամ կրկնեք մարդու անունը ինչու եթե նոր եք ճանաչում նրան ապա շատ լավ կլինի եթե կարողանաք հիշել անունը ու անընդհատ ասել դա հարազատական շփման եւս մեկ ձև է, որը ասենք ստիպում է մարդուն ավելի լավ, եթե մարդուն կշտի կշտամբոն նոր սրամբոների բերի եշտերեբեր ծառիկոր, այդպես երկար անունն է։ Այդ դեպքում Ես եմ դարձել մի քանի անգամ ասես արդեն ամբողջ խոսակցությունը վերջացած կլինի։ Բայց կարևորը կասես ու նրա մեջ դա կտպավորվի, որ քեզ տպավորվել է։ Որ իրանում որ մի քանի անգամ ասես, ոչ ինքը իրանում չի տա։ Ու Էդգար շատ լավ էր ասված։ Եկ քանի որ ինչ ասացիր նոր։ Կշտի նոր սուրամորների բերի եշտերբեր մտածում ենք երևի թե միասին, հա։ Այո։ Բարեկամներ բացենյակը կամած մոտենում է իր ավարտին, բայց քանի դեռ մենք չենք ավարտել մեր ծրագիրը, դուք մի հեռացեք էկրանի մոտից, այո, այո, դուք մի հեռացեք։ Մենք գնանք ինչ ուզում եք արեք, հա, այս տարբերակն է։ Ինչպես ամերիկացիներն են ասում, քանի որ այսօր խոսում ենք առաջին տպավորություն գործելու մասին, ասեմ, որ ամերիկացիներն մի հրաշալի աֆորիզմ ունեն, որ ես շատ հավանեցի։ Երբեք չենք ունենա առաջին տպավորություն գործելու երկրորդ հնարավորությունը, այսինքն այսպես ասած, ինչ ստացվեց հենց առաջին 7-ից 10 րոպեների ընթացքում, որովհետև առաջին տպավորությունը գործելու համար 7-ից 10 րոպեն բավականին նորմալ ժամանակահատված է։ Այդ ընթացքում կարելի է անցնել տպավորություն գործելուց նաև պետք է հատուկ էֆեկտներ օգտագործել, հատուկ բաներ անել, մաքսիմում պետք է լինել բնական, որովհետև ամեն դեպքում եթե մարդը քեզ այդ բան ինչ որ բան ձևացրեցիր, հետո արդեն իրականում ճանաչելու է քեզ, բայց շատ կարևոր է օրինակ դիմացինի հետ խոսալուց, զրուցակցի հետ խոսելուց անպայման հետաքրքրության նշաններ ցույց տալ կամ շատ կարևոր է նաև լսելը։ Պետք է օրինակ ասել իսկապես կամ վաու ինչ որ որոշակի բաներ ասել, որ եւ հետո, այսինքն այնպեսի բաներ լինի, որ դիմացինը հասկանա, որ դուք իսկապես հետաքրքրված եք եւ նրա խոսակցության թեման իսկապես հետաքրքիր է ձեզ, հետաքրքրության նշաններ ցույց տալ եւ իսկ հետո ինչ է լինելու, ընդհանրենք այսպեսի բան, որ նա անպայման իսկապես հավատա, որ դուք հետաքրքրված եք իր խոսակցությունով։ Այո, իդեպ նաև խոսակցության ընթացքում մեկ ստացված հումորը կարող է, ինչպես ասում եմ, փշրել սառույցը, բայց աշխատեք զգույշ լինել հումորի հարցում, որովհետև եթե ինչ-որ բան չստացվեց կամ շատ հումոր արեցիք, ապա դա հաստատ թեթև մտածելակերպ ունեցող մարդու տպավորություն կթողնի դիմացինի վրա, դրա համար ավելի նուրբ եղեք հումոր անելիս, ավելի զգույշ եղեք, փորձեք հումորներ իհարկե անպայման անել, շփվել դիմացինի հետ կատակների միջոցով, բայց շատ կարճաժամկետ Այո, բայց իհարկե ամեն դեպքում պետք է դա անել ի սրտե, նաև չափի զգացողության մասին խոսեցիր, նաև իմ ասած դեպքում պետք է չափի զգացողությունը պահել, որպեսզի ասի, հա, հասկացանք, հետո սպասի պատմեմ, էլի չասի ինչ է դա, հետո այսի բանը լինի, նաև շատ կարևոր է առաջին հանդիպման համար
հագուստի ընտրությունը պետք է պարտադիր չի հետևել նորաձևության վերջին ճիչին, բայց ամեն դեպքում պետք է հագնվել համապատասխան։ Դիմացին ընդդենք քեզ հետ շատ ընդդենք պաշտոնավոր անձևն է սիրում է ընդդենք փողկապով գալ, գոնե այդ դեպքում եթե ոչ փողկապով, գոնե ընդդենք վերնաշապիկով կամ ինչ-որ ընտրել ճիշտ հագուստ, այո։ Այո, խոսեք հստակ, վստահ եւ համոզիչ, որովհետեւ առաջին տպավորություն գործելու լավագույն միջոցը մարդուն գրավելն է ձեր ձայնով, ձեր շփման ձևով, որովհետեւ իհարկե շփումից կարող է պարզ լինել ինտելեկտը, դաստիարակությունը, կրթվածության աստիճանը եւ ելի մի քանի հանգամանքներ, որոնք շատ կարեւոր են, որպեսզի դիմացինը ձեզ ընկալի այնպեսին, ինչպեսին դուք այդ պահին ցանկություն ունեք, որ նա ձեզ տեսնի ու ընկալի, չէ՞։ Եթե ավելի հարազատ ու մտերիմ մարդ է, իհարկե 7-ից 10 րոպեների այս ժամանակահատված այդ դեպքում չի գործում, որովհետև գործում են արդեն տարիների ֆակտորը, չէ, 7-ից 10 տարիներ։ Այդ դեպքում դու կարող ես ավելի բնական լինել, նրա հետ անել այն կատակները, այն հումորները, որը հատուկ է քեզ, նա արդեն քեզ ճանաչում է, բայց նոր տարածքում, այսպես ասած, ավելի զգույշ պիտի լինես, չէ, եւ հումորի մեջ, եւ զգացողությունների առումով։ Բայց այո, հումորի մասին ասեցի Ժաննա ջան, ինչալ դա իսկապես հզոր զենք է մարդու մոտ, օրինակ ես կարծում սա պետք է որ այս մեր բոլորը շատների մեջ առաջին հորիզոնականը գրավի, որովհետև ես իմ փորձից գիտեմ այն բոլոր տեղերը, որ մարդկանց հետ հատկապես գործի բնույթով շատ են մարդկանց հետ նոր ծանոթություն են ունենում, գոնե շաբաթվա մեջ մի անգամ, իսկապես այդ փոքրիկ թեկուզ մի հումորը, մի գեղեցիկ խոսքը իսկապես մարդկանց արդեն տրամադրում է, բացում եւ իրանք էլ սկսում են արդեն բացվել եւ սկսում են տրամադրել քո հետ խոսակցության համար, բայց որ դու գնում ես այսպես պաշտոնական ասում ես խոսել, իրանք մոտ էլ է փակվում դա։ Եվ հատկապես ես իմ մասնագիտության առումով այդ առումով ազատ եմ եւ կարողանում եմ հենց նախաձեռնություն վերցնել եւ ինչ որ կատակ ինչ որ բան ասել եւ իսկապես դա մարդկանց լուրջ բացում է եւ կարողանում են քո նկատմամբ լավ տրամադրվել։ Հրաշալի է, երբ գիտեք շփման կանոնները, թե ինչպես անել, որպեսզի կարողանան ձեզ վերաբերել այնպես, ինչպես դուք ինքներդ եք ուզում, որ ձեզ վերաբերեն, որովհետև յուրաքանչյուր պարագայում այդպես է, ինչ տալիս ես, այն էլ ստանում ես, փոխադարձաբար։ Ես քեզ ջան, դու ինձ հաջան, հիշեցի։ Այո, այդ ասես։ Ես ջան, ասեմ ջանից դու ինձ հաջան։ Ապրի այդ քարը։ Եվ այս հրաշալի գեղեցիկ նոտայի վրա եկավ արդենք այսօրվա մեր եթերաժամը, մաղթենք մեր սիրելի հեռուստադիտողին շատ ժպիտներ, լավատեսություն եւ որ շփման մեջ միշտ լինեք լիարժեք։ Իմացեք, որ իսկապես մենք ձեզ շատ սիրում ենք։ Հաջողություն։